Բարև ձեզ, ես Արտեմ Սահակյանն եմ, մեր էլեկտրադինամիկա դասընթացի այսօր 21-րդ դասն է, որը ըստ էության մաս է կազմում մի բաժնի, որը մենք անվանել էինք էլեկտրամագնիսական ալիքները ուղղորդող համակարգերում։ Եվ այսօրվա մեր դասի ընթացքում մենք կդիտարկենք երկու կարևոր հարցեր։ Առաջինը, թե ինչ մասնավոր դեպքեր կարող են տեղի ունենալ վերջավոր երկարություն ունեցող փոխանցման գծերում, որոնք բեռնված են կոմպլեքս բեռով, եւ երկրորդը կուսումնասիրենք Սմիթի դիագրամը, որը լայն տարածում է ստացել տեխնիկական էլեկտրոդինամիկայի կիրառական խնդիրների լուծման համար։ Նախ սկսենք վերջավոր երկարության փոխանցման գծերի աշխատանքի ռեժիմների քննարկումից եւ դիտարկենք մի քանի մասնավոր դեպքեր, որոնք առավել լայն կիրառություն են ստացել կոնկրետ պրակտիկ խնդիրների լուծման համար։ Որպես դասագիրք ես կառաջարկեի, ինչպես նախկինում, այնպես էլ այստեղ Յուլաբի եւ Ռավայոլի Fundamentals of Applied Electromagnetics գիրքը, որը բերված է այստեղ հղումների բաժնում։ Չնայած նշեմ, որ շատ դեպքերում ես կշեղվեմ այս դասագրքի հիմնական բովանդակությունից, փորձելով դարձնել ներկայացվող նյութը ավելի ընթեռնելի։ Հիշենք, որ նախորդ դասի ընթացքում մենք ստացանք վերջավոր L երկարություն ունեցող գծի մուտքային դիմադրության արտահայտությունը, որը բերված է հղումներում որպես 458A արտահայտություն, եւ այդ L երկարությունը ցույց է տված այս նկար 4.12-ում։ Բերված այս անալիտիկ արտահայտությունը գրված է անկորուստ գծերի համար, այսինքն երբ լարերի դիմադրությունը R' հավասար է 0-ի եւ փոխանցման այդ միջավայրի դիէլեկտրիկի հաղորդականությունը նույնպես հավասար է 0-ի։ Դիտարկված օրինակում, որը մենք նախկինում արդեն դիտարկել էինք 20-րդ դասի ընթացքում, մենք ընդունել էինք բեռի իմպեդանսը հավասար 30 պլյուս E70 օմ, այսինքն բեռի ռեզիստիվ մասը հավասար է 30 օմի, իսկ նրա ռեակտիվ մասը ունի ինդուկտիվ բնույթ, որի ինդուկտիվ դիմադրությունը հավասար է 70 օմի։ Այս կամայական ZL-ի համար դժվար չէ կառուցել գծի մուտքային իմպեդանսի այս կախվածությունները, գծի երկարությունից L-ից կախվածությունները, եւ որի իրական եւ կեղծ մասերը, բաղադրիչների գրաֆիկները կախված հարաբերական երկարությունից, L-ը բաժանած լամբդա հարաբերությունից, բերված են այստեղ նկար 4.5.20-ում։ Նշեմ, որ այս կախվածությունները հեշտությամբ կարելի է կառուցել օգտագործելով այն Excel հաշվիչը, որը ես նախորդ դասի ընթացքում ձեզ առաջարկել էի եւ որը դուք կարող եք ներբեռնել նախորդ դասի հղումների մասից։ Ամենակարևորը ես կուզեի նշել այստեղ դա այն է, որ բաղադրիչների յուրաքանչյուրը եւ իրական եւ կեղծ մասերը, նրանց կախվածությունը L լամբդա հարաբերությունից ունի պարբերական բնույթ։ Այսինքն այս օղակներով նշանակած կետերի միջև հեռավորությունը կազմում է լամբդա կես, կամ այլ կերպ ասած, յուրաքանչյուր կես ալիք անցնելիս մուտքային դիմադրությունը կրկնվում է պարբերաբար։ Կամ այլ կերպ ասած, եթե ընդունենք L-ը հավասար 0-ի, այսինքն ունենք 0 երկարություն ունեցող փոխանցման գիծ, ապա դժվար չէ հասկանալ, որ այս ZL մեծությունը դառնում է հավասար բեռի իմպեդանսին, եւ դա մենք նույնպես հաշվի կառնենք մեր հետագա քննարկումներում։ Նշված մասնավոր դեպքերից առաջինը դիտարկենք այն, երբ գծի ծայրում ունենք կարճ միացում, այսինքն բեռի դիմադրությունը հավասար է 0-ի։
Այդ դեպքում, եթե հիշենք անդրադարձման գործակցի բանաձևը 4.59 եւ տեղադրենք այստեղ ZL-ը հավասար 0-ի, ապա հեշտությամբ կստանանք գամմա-ն հավասար է -1-ի, այսինքն անդրադարձման գործակիցը ըստ լարման հավասարվում է -1-ի եւ դա հաշվի առնելով ZL-ի արտահայտությունը մուտքային իմպեդանսի արտահայտությունը 4.58-ն կարող ենք ենթարկել որոշ ձևափոխությունների։ Այն է, գամման փոխարինում ենք -1-ով, ստանում ենք այսպիսի մի արտահայտություն, որտեղ մենք կարող ենք էքսպոնենտը արտահայտել հանրահաշվական տեսքով a-ib, եւ վերջնականորեն, եթե անջատենք այս արտահայտության կեղծ եւ իրական մասերը, ապա ստանում ենք 4.53-ի վերջնական տեսքը։ Նշեմ, որ a-ն իրենից ներկայացնում է կոսինուս արգումենտը 2 անգամ 2π L-ը բաժանած լամդայի, իսկ b-ն իրենից ներկայացնում է այդ նույն արգումենտի սինուսը։ Այժմ տեղադրելով a-ն եւ b-ն այս 4.53-ի մեջ կստանանք իրական մասը հավասար 0 եւ ըստ էության մուտքային դիմադրությունը ձեռք է բերում կեղծ բնույթ եւ նա կարտահայտվի որպես 4.55 արտահայտությունը։ Այս արտահայտության գրաֆիկը իրենից ներկայացնում է պարզապես կրկնում է տանգենս ֆունկցիան, որի արգումենտն է բետա L-ը, բետան իրենից ներկայացնում է 2π-ն բաժանած լամդայի, եւ այստեղ նկատում ենք հետաքրքիր պահվածք։ Նախ տեսնում ենք, որ երբ բետա L-ը գտնվում է 0-ից մինչև π.5 հատվածում, որի դեպքում L լամդա հարաբերությունը հավասար է 1/4, այսինքն գծի երկարությունը 1/4 լամդա է, ապա այս ZL-ը դառնում է դրական կեղծ մեծություն, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինդուկտիվ էլեմենտ, կամ այլ կերպ ասած, մենք կարող ենք այս գիծը D-ն նետել եւ AA1 կետերի միջև միացնել սովորական ինդուկտիվություն։ Եթե բետա L-ը հավասար է ճիշտ π.5-ի, այսինքն L-ը ճիշտ հավասար է 1/4 լամդայի, ապա տեսնում ենք այստեղ երկրորդ կարգի խզում եւ սա միարժեք հիշեցնում է զուգահեռ տատանողական կոնտուրի հաճախականային բնութագիրը, կամ այլ կերպ ասած, քառորդ ալիքային երկարություն ունեցող եւ ծայրում կարճ միացված գիծը գործում է որպես տատանողական կոնտուր գերբարձր հաճախականությունների տիրույթում այն ոչ այլ չէ, եթե ոչ քառորդ ալիքային ռեզոնատոր։ Այժմ եթե շարունակենք մեծացնել բետա L-ի արժեքը π.5-ից մինչև π հատվածում, ստանում ենք բացասական մեծություն, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ունակային դիմադրություն, կամ այլ կերպ ասած, այդպիսի գծերը կարելի է փոխարինել պարզագույն կոնդենսատորով, եթե բետա L-ը ստացվում է հավասար π-ի, ինչը նշանակում է, որ L լամդա հարաբերությունը հավասար է 1/2-ի, այսինքն մենք ունենք կիսաալիքային երկարություն ունեցող գիծ, եւ սա հիշեցնում է հաջորդական տատանողական կոնտուր, եւ այսպես դա կարելի է շարունակել, այս պատկերը պարբերաբար կրկնվում է π պարբերությամբ, կամ այլ կերպ ասած, գիծը պարբերաբար ինքը իրեն կրկնում է յուրաքանչյուր կես ալիք հատված անցնելիս։ Այս երկրորդ մասնավոր դեպքում մենք կդիտարկենք այն ռեժիմը, երբ գծի ծայրում բեռ միացված չունենք, այսինքն գծի ծայրը պարապ ընթացքի ռեժիմում է, ուստի ZL-ը ընդունում ենք հավասար անսահմանության։ Այս դեպքի համար բերված 4.59 արտահայտությունը լարման անդրադարձման գործակցի համար ձեռք է բերում +1 արժեք, ուստի այս 4.58a արտահայտությունը կարող ենք նույն ձևով ենթարկել փոխակերպումների եւ ստանալ այն արտահայտությունը, որտեղից մենք կարող ենք անել մեր հետագա եզրակացությունները։ Այստեղ ուզեի միայն նշել, որ
գամման պլյուս 1-ի դեպքում 4,5,59 արտահայտությունը վերահացվում անորոշության, այսինքն անսահմանությունը բաժանած անսահմանության վրա։ Այն կարելի է հեշտությամբ շրջանցել, եթե կիրառենք Լոպիտալի թեորեմը եւ հաշվի առնենք, որ համարիչում եւ հայտարարում ZL-ից կախվածությունը ունի գծային տեսք։ Այդ դեպքում մատանցյալները տալիս են հաստատուն մեծություններ եւ կրճատվելով գամմա V արժեքը ստացվում է հավասար 1-ի։ Այս 4,5,86 արտահայտության մեջ կիրառելով նույն A եւ B արժեքների բանաձևերը 4,5,84 տեսքով մենք ի վերջո գալիս ենք ZL-ի համար մի արտահայտության, որը հնչում է որպես մինուս IZ0 կոտանգենս բետա L, եւ այն ներկայացված է 4,5,87 բանաձևով։ Այս կախվածությունները պատկերված են նկար 4,5,22-ում եւ սրա վերլուծությունը նույնն է, ինչ նախորդ դեպքի համար, պարզապես ամբողջ պատկերը շեղված է լամդա քառորդով։ Մենք այստեղ տեսնում ենք, որ եթե բետա L արգումենտը այս 4,5,87 արտահայտության մեջ ընկած է 0-ից մինչև π.կես հատվածում, ապա այդ դեպքում մենք ունենք բացասական կեղծ թիվ եւ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ կոնդենսատորին համարժեք, կամ այլ կերպ ասած, կարճ գիծը կարելի է փոխարինել այս դեպքում կոնդենսատորով։ Երբ բետա L-ը հավասարվում է π.կեսին, այդ դեպքում մենք ունենք հաջորդական տատանողական կոնտուր, այսինքն ռեզոնատոր, եւ այս ZL-ի արժեքը հավասարվում է 0-ի։ Հաջորդը մենք ունենք դրական կեղծ թիվ, երբ բետա L-ը մեծ է π.կեսից, բայց փոքր p արժեքից, ապա էկվիվալենտ փոխարինումը կլինի որպես ինդուկտիվություն, կոչ։ Հաջորդը մենք ունենք զուգահեռ տատանողական կոնտուր, այնուհետև կրկին ստացվում է ունակային դիմադրություն, 1.5 p դեպքում մենք նորից ստանում ենք հաջորդական տատանողական կոնտուր եւ այսպես շարունակ։ Այժմ անցնենք դիտարկվող մասնավոր դեպքերից երրորդ դեպքին։ Այն է, երբ փոխանցման գիծը բեռնված է իրական, ոչ կոմպլեքս արժեքով, այսինքն բեռը ունի զուտ ռեզիստիվ բնույթ։ Եվ տեսնենք, թե որ երկարության փոխանցման գծի մուտքի դիմադրությունը կամ մուտքի իմպեդանսը դառնում է զուտ իրական ռեզիստիվ, եթե բավարարվում են հետևյալ երկու պայմանները։ Նախ բեռը ինքնին ռեզիստիվ մեծություն է, եւ երկրորդը, որը վերաբերում է նաեւ նախորդ դեպքերին, դա այն է, որ բնութագրական դիմադրությունը նույնպես ռեզիստիվ մեծություն է։ Եթե վերադառնանք մեր 4,5,86 արտահայտությանը, ապա կարող ենք տեսնել, որ ZL-ը, այսինքն ձախ մասը, դառնում է զուտ ռեզիստիվ, այսինքն զուտ իրական, եթե B-ն հավասար է 0-ի, իսկ B-ն իր հերթին սինուս 2 անգամ 2π-ը բաժանած լամդայի մեծությունն էր, նրա արգումենտը։ Այդ սինուսը կդառնա 0, եթե արգումենտը հավասար է ամբողջ թվով π արժեքներին, այսինքն աջ մասում այս 4,5,88 արտահայտության մենք ունենք n անգամ π, n-ը ընդունում է 0, 1, 2 եւ այլն արժեքներ։ Հետևաբար այս 4,5,88-ից դժվար չէ ստանալ, որ գծի երկարության n-րդ արժեքի հարաբերությունը լամդային պիտի հավասար լինի ամբողջ թվով քառորդ արժեքներին։ Սա կարող ենք տեսնել նկար 4,5,23-ում, որը կառուցված է Excel ծրագրով, եւ մենք տեսնում ենք, որ իրական մասը հավասարվում է 0-ի ալիքի երկարության յուրաքանչյուր լամդա քառորդ հեռավորությունը անցնելիս։ Այս դեպքում դժվար չէ տեսնել, որ 4,5,86 արտահայտությունը կվերածվի 4,5,90 արտահայտությանը, որը, ինչպես տեսնում ենք, զուտ իրական մեծություն է։
Շարունակելով այս երրորդ դեպքը, նկատենք հետևյալը, որ այս նկար 4.5.23-ում որոշ կետերում, որոնք ցույց են տված երկնագույն եւ վարդագույն գույներով այս գծերով, մուտքային դիմադրությունը կարող է ընդունել երկու հնարավոր արժեքներ։ Առաջինը այն դեպքում, երբ 4.5.90 արտահայտության մեջ մտնող կոսինուսը հավասար է +1-ի, դա ի հայտ է գալիս, երբ կոսինուսի արգումենտը հավասար է զույգ թվով π արժեքների, կամ այլ կերպ ասած, 2 անգամ 2π L m ինդեքսով բաժանած լամդայի հավասար է 2πm, որտեղ m-ը ընդունում է բնական թվերի շարք 0, 1, 2 եւ այլն։ Դա 4.5.91 արտահայտությունն է։ Այդ դեպքում, երբ կոսինուսը հավասար է +1-ի, մենք ստանում ենք 4.5.92 արտահայտությունը նկատի ունենալով 4.5.59 արտահայտությունը գամմայի համար։ Եվ ինչպես տեսնում ենք, այս դեպքում մուտքային դիմադրությունը ստացվում է հավասար նույնը, ինչ բեռի ռեզիստիվ դիմադրությունն է։ Եվ երկրորդ դեպքում, երբ 4.5.90 արտահայտության կոսինուսը հավասար է -1-ի, դա տեղի ունենում այն դեպքում, երբ կոսինուսի արգումենտը հավասար է կենտ թվով π մեծություններին, եւ այստեղ մենք կարող ենք գրել 4.5.93 արտահայտությունը, այսինքն արգումենտը հավասար է 2π + 1 անգամ π, p-ն իրենից ներկայացնում է բնական թվերի շարք, եւ որը հանգեցնում է մուտքի դիմադրության այսպիսի արժեքին Z0 քառակուսի բաժանած RL, դա 4.5.94 այդ արտահայտությունն է։ Եվ այս առումով մենք կարող ենք մի լրացուցիչ հավելում անել, նկատի ունենալով, որ եթե որոշ կետերում մուտքի դիմադրությունը հավասար է բեռի դիմադրությանը, ապա քառորդ ալիք անց այն վերածվում մեկ ուրիշ արժեքի, որը հավասար է Z0 քառակուսի բաժանած RL, եւ այս դեպքը օգտագործվում է այսպես կոչված քառորդ ալիքային տրանսֆորմատորների կառուցման համար։ Իրոք, եթե համատենք 4.5.92-ը եւ 94-ը, այս երկու արտահայտությունները, ապա կարելի է նկատել, որ գծի մուտքային դիմադրության RL արժեքը վերածվում է Z0 քառակուսի RL արժեքի, եթե ալիքը անցնում է լամդա քառորդ հեռավորություն։ Վերնշվածից հետևում է, որ եթե էլեկտրամագնիսական ալիքը փոխանցվում է Z0 բնութագրական իմպեդանս ունեցող գծով, երբ կամայական բեռ ունենք գծի ծայրում միացած, այսինքն RL-ը հավասար չէ Z0-ի, ապա դրանց միջև կարելի է միացնել ZTR բնութագրական իմպեդանսով մեկ այլ փոխանցման գիծ, ինչպես պատկերված է 4.5.2.24a նկարի վրա, հիմնական փոխանցման գծի եւ բեռի միջև համաձայնեցումը ապահովելու համար։ Հեշտ է հասկանալ, որ այս դեպքում համաձայնեցման պայմանը AA1 հատույթում կարող է ներկայացվել որպես Z0-ն, այսինքն հիմնական գծի բնութագրական դիմադրությունը հավասար է Z internal TR, այսինքն Z տրանսֆորմատորի իմպեդանսը, եւ դա հավասար է Z0 TR քառակուսին բաժանած RL-ի։ Այս արտահայտությունը ստացված է հաշվի առնելով 4.5.92 եւ 4.5.94 բանաձևերը։ Եվ այստեղից 4.5.95 արտահայտությունից կարելի է ստանալ լամդա քառորդ տրանսֆորմատորի բնութագրական դիմադրության պահանջվող արժեքը որպես արմատ Z0 RL, դա 4.5.96 արտահայտությունն է։ Այժմ նկար 4.5.24b-ում ցույց է տրված լամդա քառորդ տրանսֆորմատորի աշխատանքի սկզբունքը բացատրող դիագրամը, մասնավորապես ցույց է տրված AA1 եւ BB1 հատույթներից տարածվող, ընկնող եւ անդրադարձած ալիքները։ Ինչպես երևում է այս նկարից, BB1 հատույթից անդրադարձած ալիքը վերադառնում է երկու անգամ լամդա քառորդ, այսինքն լամդա կես հեռավորություն անցնելուց հետո,
Հետևաբար այն գումարվում է ամեկից անդրադարձած ալիքին հակափուլ եւ լրիվ չեզոքացնում այն, եթե կատարված է 4-5-95 պայմանը։ Իսկ այժմ անցնենք մեր հաջորդ ենթաբաժնին, որը մենք անվանել ենք Smith-ի դիագրամ, անգլերեն Smith chart, ռուսերեն դա ասում են դիագրամը Վոլպերտը-Սմիթը։ Այս դիագրամը լայնորեն օգտագործվող գրաֆիկական գործիք է, որը ծառայում է փոխանցման գծերի կառուցվածքի վերլուծության եւ նախագծման համար։ Դրա օգտագործումը շրջանցում է կոմպլեքս թվերի հետ ձանձրալի գործողությունները եւ թույլ է տալիս հեշտությամբ լուծել իմպեդանսի համաձայնեցման խնդիրները։ Եվ որպեսզի հասկանանք Սմիթի դիագրամի էությունը եւ նրա կիրառումները, այս հղումներում բերված 4558A արտահայտությունը, որը մենք բազում անգամ օգտագործել ենք արդեն, այստեղ նախ նշենք, որ Z0-ն իրենից ներկայացնում է իրական մեծություն, այսինքն գիծը համարում ենք անկորուստ, նրա լարերի դիմադրությունը R' հավասար է 0-ի եւ դիելեկտրիկի հաղորդականությունը G' նույնպես հավասար 0-ի։ Այս պարագայում մենք արտագրել ենք այստեղ 4-5-58 տեսքով եւ այստեղ փոխարինել ենք երկու պի լամդա հարաբերությունը բետա տառով, հիշեցնեմ, որ սա իրենից ներկայացնում է փուլի գործակիցը։ Կատարենք որոշակի փոխակերպումներ, մասնավորապես այստեղ մտցնենք հարաբերական մուտքի իմպեդանս հասկացությունը, այն իրենից ներկայացնում է մեծատառ ZL-ը բաժանած գծի բնութագրական դիմադրության վրա, Z0-ի վրա, եւ ըստ էության, ինչպես տեսնում ենք 4-5-97-ից հանդիսանում է այս գամմա կոմպլեքս մեծության ֆունկցիա։ Այժմ, եթե վերադառնանք գամմա V-ի արժեքին, գամմա V-ն, ինչպես ասացինք, անդրադարձման գործակիցն է B1 հատույթում, այսինքն անմիջապես որոշվում է բեռի մեծությամբ, ZL-ի արժեքով։ Եվ այստեղ մենք նույնպես որոշ սահմանում ենք այստեղ մտցրել, այսինքն փոքրատառ ZL ինդեքսով մեծությունը իրենից ներկայացնում է մեծատառ ZL-ը բաժանած Z0-ի վրա, որը ըստ էության կնշենք հիմա իրենից ներկայացնում է բեռի հարաբերական իմպեդանսը։ Ինչ վերաբերում է 4-5-97-ում գամմա կոմպլեքս մեծությանը, ապա այն ընդհանրացված անդրադարձման գործակից է եւ իրենից ներկայացնում է գամմա V անդրադարձման գործակիցը, որը անմիջապես գործում է BB1 կետերի միջև, բազմապատկած այսպիսի էքսպոնենտով e-2 բետա L-ով։ Պարզ է դառնում, որ այս գամմայի մոդուլը հավասար է գամմա V-ի արժեքին։ Կրկնեմ, որ գամմա կոմպլեքս մեծությունը մենք անվանեցինք ընդհանրացված անդրադարձման գործակից, որը իր մեջ է ներառում այսպես կոչված ընդհանրացված փուլը թետան, այն հավասար է թետա V ինդեքսով պլյուս 2 բետա L։ Թետա V ինդեքսով այս մեծությունը փաստորեն պայմանավորված է բեռով այն փուլային շեղման արժեքին, որը անմիջապես գործում է BB1 կետերում։ Բացի այդ, նորից շեշտենք, որ հարաբերական մուտքային դիմադրությունը եւ հարաբերական բեռի դիմադրությունը կամ իմպեդանսը որոշվում են բաժանելով երկուսն էլ Z0-ի արժեքի վրա, եւ դա նախ ընդհանրացնում է Սմիթի դիագրամի կիրառման շրջանակները, բացի այդ հեշտացնում է ամբողջ հետագա ընթացքը։ Եթե այժմ 4-5-97 արտահայտությունում գամման մենք ընդունենք որպես կոմպլեքս արգումենտ, ապա փոքրատառ ZL-ը հանդես կգա որպես արգումենտի կոմպլեքս ֆունկցիա,
Այստեղ արգումենտը պատկերված է 4,5,97 բանաձևով, բերված է այստեղ եւ բևեռային կոորդինատներում, որոնք են այդ կոորդինատները, դա գամմա v-ն եւ թետան, եւ ուղղանկյուն կոորդինատներում, որի կոորդինատներն են x-ը հավասար գամմա v կոսինուս թետա եւ y-ը գամմա v սինուս թետա։ Ինչ վերաբերում է կոմպլեքս ֆունկցիային, ապա նույնպես այստեղ մենք դա ներկայացրել ենք իր երկու տեսքերով բևեռային կոորդինատներում եւ ուղղանկյուն կոորդինատներում։ Սմիթի դիագրամը կառուցելու համար սկզբում փորձենք ներկայացնել այս փոքրատառ ZL ֆունկցիան, որը ներկայացված է հղումներում որպես 4,5,97 դեկարտյան կոորդինատային համակարգում, այսինքն ուղղանկյուն կոորդինատային համակարգում։ Այստեղ արգումենտը ներկայացված է 4,5,98 բանաձևերով։ Այնուհետև կառանձնացնենք այս 4,5,100 արտահայտության սկզբում իրական մասը եւ համաձայն 4,5,99-ի ունենք r ինդեքս z-ը հավասար է 1 մինուս x քառակուսի մինուս y քառակուսի բաժանած 1 մինուս x փակագծերով քառակուսի պլյուս y քառակուսի, դա 4,5,101 արտահայտությունն է։ Առաջարկում ենք ինքնուրույն այդ գործողությունը կատարել։ Եվ եթե այս արտահայտությունը ենթարկենք պարզ հանրահաշվական ձևափոխությունների, ապա այս 4,5,101 արտահայտությունը կարելի է ստանալ հետևյալ տեսքով, այն բերված է որպես 4,5,101a։ Ինչպես հայտնի է վերլուծական երկրաչափության դասընթացից, սա իրենից ներկայացնում է շրջանագծի հավասարումը պարամետրական տեսքով։ Այդ շրջանագիծը ունի 1 բաժանած 1 պլյուս rz շառավիղ եւ x առանցքի երկայնքով շեղված է r բաժանած 1 պլյուս rz հեռավորությամբ։ Մի քանի կոնկրետ թվեր այստեղ ներկայացված են այս ստորև բերված աղյուսակում։ Եթե կառուցելու լինենք այս շրջանագծերը, դրանք ձեռք են բերում նկար 4,25-ում բերված տեսք։ Վերադառնանք նորից այս 4,5,100 արտահայտությանը, որը բերված է հղումների բաժնում եւ որը մենք քիչ առաջ դիտարկեցինք, եւ այս դեպքում առանձնացնենք նրա կեղծ մասը։ Նախկինում մենք դիտարկել էինք իրական մասը։ Այն ստացվում է 4,5,102 տեսքով։ Ինչպես իրական մասի դեպքում, այնպես էլ այստեղ, կիրառելով պարզ հանրահաշվական ձևափոխություններ, այս արտահայտության հանդեպ եւ ընդունելով xz ինդեքսով որպես պարամետր, կրկին կարող ենք ստանալ շրջանագծի հավասարում, որը այս դեպքում շեղված է 1 բաժանած xz-ով, y առանցքի երկայնքով եւ ունի 1 բաժանած xz շառավիղ։ Այդ արտահայտությունը պատկերված է այստեղ 4,5,102a տեսքով։ Մի քանի կոնկրետ թվային արժեքներ բերված են այստեղ xz-ի համար եւ յուրաքանչյուր xz-ի համար որոշված են այս աղյուսակներում կենտրոնի դիրքը եւ ինչպիսին է ստացվում այդ շրջանագծերի շառավիղը։ Նկար 4,526-ում բերված են այդ շրջանագծերը եւ այստեղ հաշվի է առնված, որ x առանցքի ուղղությամբ կենտրոնի դիրքը շեղված է 1-ով, նա անկախ է xz-ից։ Նշենք, որ Սմիթի դիագրամի առանձնահատկությունն այն է, որ այն կառուցված է ոչ թե ուղղանկյուն, այսինքն դեկարտյան, այլ բևեռային կոորդինատային համակարգում։ Այստեղ համակենտրոն շրջաններից յուրաքանչյուրը ներկայացնում է գամմայի կամ գամմա v-ի մոդուլի հաստատուն արժեքների համախումբ, իսկ արտաքին շրջանագծի սանդղակը
թետա փուլի արժեքները կամ աշճաններով կամ ռադիաններով։ Հարկ է հիշել, որ համաձայն այս 4.5.97 արտահայտությանը, որը բերված է հղումներում, թետայի արժեքը որոշված է որպես թետա V ինդեքսով պլյուս 2 բետա L կամ եթե բետան փոխարինենք 2 լամբդա արժեքով, ապա ստանում ենք թետա V պլյուս 4 L լամբդա հարաբերությամբ, որը ներկայացված է այստեղ որպես 4503։ Ինչպես տեսնում ենք, այստեղ թետա V-ն գծի երկարությունից կախված չէ, այլ որոշվում է միայն բեռի իմպեդանսով, 4 հաստատուն մեծություն է, ուստի արտաքին սանդղակը կարող է նաև աշճանավորվել այս L լամբդա հարաբերական երկարությունների արժեքներով, ինչպես ցույց է տված 4.5.27 այս նկարի վրա։ Այժմ եթե այս բևեռային կոորդինատների ցանցում ներմուծենք այն գրաֆիկները, որոնք ստացել էինք գծի մուտքային դիմադրության իրական բաղադրիչի համար, ապա ստանում ենք այսպիսի պատկեր, որը ներկայացված է նկար 4.27-ում։ Այստեղ հաշվի առնենք, որ RZ կորերը ներկայացնելիս հաշվի առնվում նաև այն փաստը, որ նրանք չեն կարող դուրս գալ միավոր շրջանի սահմաններից, քանի որ գամման իր մոդուլի արժեքով միշտ փոքր հավասար է 1-ի։ Իսկ այստեղ պատկերված են բեռնված գծի մուտքային իմպեդանսի կեղծ մասի գրաֆիկները, այս նկար 4.5.28-ում, նույն ֆորմատի բևեռային կոորդինատային համակարգում։ Սմիթի դիագրամի կառուցվածքի մեր մանրակրկիտ դիտարկումից հետո այստեղ պատկերված է նրա այն տեսքը, որը լայնորեն օգտագործվում է պրակտիկ հաշվարկների համար։ Այս պատկերի վրա վերադրված են գծի մուտքային դիմադրության եւ իրական եւ կեղծ մասերը միաժամանակ։ Դուք միշտ էլ կարող եք ներբեռնել այս պատկերը ինտերնետից եւ օգտագործել ձեր պրակտիկ հաշվարկների ընթացքում որպես թղթային տարբերակ։ Կա նաև էլեկտրոնային տարբերակը, որը մենք քիչ անց կօգտագործենք երկու օրինակներ դիտարկելիս։ Սակայն նախքան ես կուզեի նշել մի նրբություն, որին հարկավոր է ուշադրություն դարձնել։ Դա այն է, որ թետա արգումենտի հաշվարկը տվյալ դեպքում կատարվում է ժամսլաքի ուղղությամբ, այսինքն նրա 0 կետը գտնվում է ձախ կողմից։ Մեր դիտարկումների ընթացքում մենք արել էինք հակառակը, այսինքն թետայի հաշվարկը սկսել էինք աջ կողմից, մեծացնելով այն, եւ հաշվարկը իրականացվում էր ժամսլակին հակառակ ուղղությամբ, ինչպես պատկերված է այստեղ։ Բանն այն է, որ մենք ամբողջ մեր դուրսբերումների եւ մաթեմատիկական արտացումների ընթացքում որպես հորիզոնական կոորդինատ օգտագործել էինք, ինչպես հիշում եք, Z2 շտրիխ առանցքը, որը սկսվում էր բեռից եւ շարժվում դեպի գեներատոր։ Ինչ վերաբերում է տվյալ առավել օգտագործվող ֆորմատին, ապա այստեղ այն հիմնված է Z կոորդինատի վրա, որը սկսվում է աղբյուրից եւ շարժվում դեպի բեռը։ Ուստի միայն կոորդինատային համակարգի տարբերությունն է, մնացած բոլոր պատկերները եւ իրական եւ կեղծ մասերի մնում են նույնը անփոփոխ։ Պարզապես նկատի ունենանք, որ հետագայում չի բացառվում, որ մենք գործ կունենանք այնպիսի դիագրամների հետ, որտեղ ստիպված կլինենք շարժվել բեռից դեպի աղբյուր ժամսլաքի ուղղությամբ։ Եվ վերջապես նշենք, որ հաճախ Սմիթի դիագրամը օգտագործում են ուղղանկյուն կոորդինատների հետ համատեղ։ Դա որոշ դեպքերում հեշտացնում է պատկերացումը եւ թույլ է տալիս օգտվել եւ գամմայի կեղծ իրական մասերից որպես
ուղղանկյուն համակարգի կոորդինատներ եւ թույլ է տալիս օգտագործել նաեւ բևեռային կոորդինատային համակարգը, ընդունելով, որ գամմա վեկտորի սկզբնակետը գտնվում է այս շրջանի ճիշտ կենտրոնում եւ ուղղված է ռադիալ ուղղությամբ։ Այժմ դիտարկենք երկու օրինակ, թե ինչպես կարելի է փոխանցման գիծը համաձայնեցնել կոմպլեքս բեռի հետ, կիրառելով Smith chart-ը, այսինքն Smith-ի դիագրամը։ Օրինակ առաջինում մենք կդիտարկենք այդ համաձայնեցման process-ը օգտագործելով reactive schleife կամ անգլերեն այն անվանում են shortened stub matching։ Reactive schleife ասելով մենք նկատի ունենք այդ նույն գծի մի հատված, որը ունի վերջավոր երկարություն եւ որը ծայրից կամ կարճ միացված է կամ պարապընթացքում է։ Տվյալ դեպքում դիտարկենք այս օրինակում կարճ միացված գիծը, հիշելով այն մասին, որ եւ կարճ միացված գիծը եւ պարապընթացքի ռեժիմում աշխատող գիծը երկուսն էլ ունեն մուտքի դիմադրությունը զուտ կեղծ բնույթի, այսինքն կարող են ծառայել կամ ունակություն կամ որպես ինդուկտիվություն։ Մասնավորապես կարճ միացված գծի ծայրում, այսինքն երբ բեռի փոխարեն կարճ է միացված եւ այդ միացման կետում մենք որոշում ենք անդրադարձման գործակիցը, այն դառնում է հավասար -1-ի, դա մենք տեսանք քիչ առաջ։ Եվ գծի մուտքային դիմադրությունը ցանկացած երկարության դեպքում ունի զուտ ռեակտիվ բնույթ։ Ինչ վերաբերում է պարապընթացքի ռեժիմին, ապա նույնն էլ էստեղ է, տարբերությունն այն է, որ գծի ծայրում մենք ունենք պարապընթացք, իսկ դա նշանակում է, որ անդրադարձման գործակիցը հավասար է +1-ի։ Այժմ վերադառնանք նախորդ դասում քննարկված օրինակին։ Այստեղ հղումների բաժնում բերված են այդ օրինակի սկզբնական եւ հաշվարկային տվյալները եւ համաձայնեցման գործողությունների քայլերը կայանում են հետեւյալում։ Առաջինը անհրաժեշտ է որոշել բեռից L1 այն հեռավորությունը, որը պատկերված է նկար 4.5.30 եւ նշանակված է L1 տառով, որի դեպքում CC1 լայնական հատույթում մուտքային դիմադրության ակտիվ բաղադրիչը հավասար է բնութագրական դիմադրությանը Z0-ին։ Դա նշանակում է, որ այդ CC1 հատույթում ունենք չկոմպենսացված ռեակտիվություն եւ այնուհետեւ որպես երկրորդ քայլ միացնելով reactive schleife զուգահեռ ինչպես ցույց է տված այս նկարում կոմպենսացնենք գծի CC1 BB1 հատվածի մուտքային իմպեդանսի ռեակտիվ բաղադրիչը, որպեսզի ստանանք CC1 լայնական հատույթից ձախ գտնվող մասում վազող ալիքի ռեժիմ։ Պարզ է մի բան, որ շլեյֆի ռեակտիվությունը պիտի ունենա հակառակ նշանը այն ռեակտիվ մնացորդային մասին, որը ստացվում է CC1 BB1 հատվածի մուտքային դիմադրության համար։ Աչից բերված նկարներում ցույց են տված այդ շլեյֆի միացման հնարավոր պարզեցված կոնստրուկցիաները 4.5.30B-ում բերված է կոաքսիալ տարբերակը, իսկ 4.5.30C նկարում բերված է միկրոշերտային տարբերակը։ Որպեսզի կարողանանք օգտվել այս աչից բերված Smith-ի դիագրամից, բեռի կոմպլեքս իմպեդանսի մեծությունը Z մեծատառ L-ը հարկավոր է արտահայտել իր հարաբերական արժեքով, այսինքն ZL-ը բաժանել Z0-ի վրա, եւ արդյունքում մենք ստանում ենք փոքրատառ ZL-ը, որը չափազուրկ մեծություն է, հավասար է 0.6 + i անգամ 1.4։ Այնուհետև այս կետը, A կետը, նշում ենք դիագրամի վրա, կետին համապատասխանում է գամմա վեկտորը, որը այս կոմպլեքս հարթության մեջ, բևեռային համակարգում, ունի իր բացարձակ արժեքը մոդուլը հավասար 0.685
եւ թետայի արժեքը, նրա արգումենտը, որը հավասար է տվյալ դեպքում թետան հավասար է թետա v-ին եւ կազմում է 64.7 աստիճան։ Եթե այս գամմայի գիծը շարունակենք մինչև արտաքին շրջանի հետ հատվելը, ապա դժվար չէ տեսնել, որ այն համապատասխանում է L0 լամդա հարաբերությանը, որը ստացվում է հավասար 0.16 արժեքին։ Հաջորդ քայլը այն է, որ մուտքի դիմադրության կոմպլեքս արժեքների իրական մասերի կորերից ընտրում ենք այն RZ-ը, որը հավասար է 1-ի եւ այն այստեղ պատկերված է կարմիր շրջանագծով, այն համապատասխանում է մուտքային դիմադրության իրական մասի 50 օմ արժեքին։ Եվ այժմ, եթե պտտենք այս գամմա վեկտորը O կետի շուրջ ժամսլակի ուղղությամբ եւ ֆիքսենք նրա հատման B եւ C կետերը այս RZ հավասար 1-ի կարմիր շրջանի հետ։ B եւ C այս երկու կետերի առկայությունը վկայում է այն մասին, որ L1 հեռավորության որոշման համար մենք տվյալ դեպքում ունենք երկու լուծում։ Եվ եթե այժմ դիտենք առաջին լուծումը, որը համապատասխանում է B կետին, ապա այստեղ դժվար չէ կարդալ արտաքին սանդղակի վրա, որ L0 լամդա հարաբերությունն, այսինքն բեռի դիրքը որոշվում է այս հարաբերության 0.16 արժեքով, իսկ B կետի համար արտաքին սանդղակով մենք ստանում ենք 0.1855։ Սրանց տարբերությունը տալիս է այն հարաբերական ֆիզիկական հեռավորությունը, որը ըստ էության համապատասխանում է մեր իրական L1 լուծմանը եւ հավասար է 0.0255։ Եվ այժմ այդ L1 արժեքի բացարձակ մեծությունը կարելի է ստանալ բազմապատկելով այն ալիքի երկարության վրա եւ որը մեզ կտա 0.0478, որը մոտավորապես հավասար է 0.48 միլիմետր։ Հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է գերբարձր հաճախականությունների 8 գիգահերց հաճախականության։ Ինչ վերաբերում է մնացորդային ռեակտիվությանը, որը ենթակա է չեզոքացման, դա կարող ենք կարդալ X-երի գծերից, այստեղ դա ստացվում է հավասար B կետին համապատասխանող +2.4, ուստի պարզ է դառնում, որ C1 կետերի միջև հարկավոր է միացնել շլեյֆ, որի ռեակտիվ մեծությունը ստացվում է հավասար -2.4։ Այժմ եթե անցնենք երկրորդ լուծմանը, այսինքն C կետին, ապա այստեղ L0 լամդան մնում է նույնը, իսկ L1 2 շտրիխ լամդա հարաբերությունը ստացվում է, կարդում ենք արտաքին սանդղակով 0.315, տարբերությունը տալիս է 0.155 եւ սրա բացարձակ արժեքը ըստ էության ստանում ենք բազմապատկելով ալիքի երկարության վրա, այն տալիս է 2.9 միլիմետր։ Մնացորդային ռեակտիվությունը այս պարագայում երկրորդ լուծման համար ստացվում է -2.4։ Այժմ տեսնենք, թե ինչպես է որոշվում շլեյֆի երկարությունը, որը իրենց ներկայացնում է նույն հիմնական գծի L2 երկարություն ունեցող մի հատված, որը միացված է C1 կետերին։ Շլեյֆի կարճ միացված ծայրում, այսինքն D1 ծայրում, բևեռային կոորդինատներում ունենք գամման հավասար -1-ի, այն ուղղված է բևեռային կոորդինատների սկզբնակետից, այսինքն կենտրոնից դեպի աջ, ինչպես ցույց է տված այս նկար 4.5.31a-ում։ Եվ եթե մեզ հետաքրում է առաջին լուծման շարունակությունը, ապա կարող ենք շեշտել հետևյալը. հիմնական գծի մնացորդային ռեակտիվությունը չեզոքացնելու համար շլեյֆի ռեակտիվ դիմադրության արժեքը ընտրել հակառակ նշանով։ Եթե այստեղ
հղումներում բերված է +2.4, ապա մենք ընտրում ենք -2.4։ Այնուհետև գամման սլաքի ուղղությամբ պտտելով հասնում ենք այդ արժեքին, այդ x2 արժեքին եւ ֆիքսում ենք շլեյֆի հարաբերական երկարությունը արտաքին սանդղակով, այն ստացվում է հավասար 0.315 -0.25 սկզբնական դիրքը եւ արդյունքը տալիս է 0.065։ Պարզ է, որ այս դեպքում L2-ի բացարձակ արժեքը ստանալու համար բազմապատկում ենք պարզապես լամդայի մեծությամբ եւ ինչպես տեսնում ենք ստանում ենք 0.122 մմ։ Նորից կրկնեմ, այս փոքր թվերը բացատրվում են նրանով, որ գործ ունենք մեծ հաճախականությունների հետ։ 8 GHz-ը բավականին մեծ մեծություն է։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ լուծմանը, ապա դա դժվար չէ կատարել կրկնելով նույն ընթացը եւ նկատի ունենալով, որ հիմնական գծի մնացորդային ռեակտիվությունը չեզոքացնելու համար -2.4 հարկավոր է ընտրել շլեյֆ, որի հարաբերական ռեակտիվ դիմադրությունն է +2.4։ Այժմ դիտարկենք մեկ այլ օրինակ, թե ինչպես կարելի է փոխանցման գիծը համաձայնեցնել կոմպլեքս բեռի հետ լամդա քառորդային տրանսֆորմատորի օգնությամբ կամ նրա միջոցով, անգլերեն lambda for transformer։ Նախորդ դասում քննարկված օրինակից ստացված տվյալները այս դեպքում կիրառենք լամդա քառորդային տրանսֆորմատորի միջոցով փոխանցման գիծը բեռին համաձայնեցման դեպքում։ Ընտրենք փոխանցման գծի կառուցվածքը կոաքսիալ, որի հաճախականության տիրույթը սահմանափակված է հարյուրավոր մեգահերցերով կամ նույնիսկ միավոր գիգահերցերի կարող է հասնել։ Այսինքն որոշենք բեռից L1 հեռավորությունը, որը ցույց է տված նկար 4.5.32-ում, որի դեպքում DD1 լայնական հատույթում մուտքային դիմադրության կեղծ բաղադրիչը անհայտանում է։ Այդ դեպքում, եթե այս կետին մենք միացնենք լամդա քառորդ տրանսֆորմատոր, որը թույլ է տալիս համաձայնեցնել այս հատույթի մուտքի մնացորդային ռեզիստիվ դիմադրությունը հիմնական գծի Z0 ալիքային դիմադրության հետ, ապա պարզ է, որ անդրադարձած ալիքը կվերանա։ Այս նկարներում 4.5.32B եւ C ցույց են տրված լամդա քառորդ տրանսֆորմատորի միացման հնարավոր պարզեցված կառուցվածքները։ Առաջին, այսինքն 32B-ն դա կոաքսիալ գծերում եւ երկրորդը 32C-ն միկրոշերտային գծերի համար։ Մեր այս օրինակում կոաքսիալ կառուցվածքի համար մենք հաճախականությունը կընտրենք 300 MHz, նկատի ունենալով, որ կոաքսիալ կաբելները որպես օրենք օգտագործվում են մինչև մի քանի գիգահերց հաճախականությունների դիապազոնում։ Պարզության համար 300 MHz ընտրված է այնպես, որ ալիքի երկարությունը ըստ էության ստացվում է 1 մետր, դա խոսքս ազատ տարածության մասին է։ Իսկ եթե դիէլեկտրիկ թափանցելիությունը կաբելի դիէլեկտրիկի համար ընտրենք որպես օրինակ 3, ապա ալիքի երկարությունը գծի ներսում լամդա մեծատառը ստացվում է հավասար լամդան բաժանած արմատ էպսիլոն եւ դա տալիս է 0.577 մետր։ Մենք կօգտվենք Smith chart-ի էլեկտրոնային տարբերակից՝ ի տարբերություն նախորդ դեպքի։ Այդ նպատակով մենք բաց ենք անում ULAB-ի եւ Ravaioli ինտերակտիվ մոդուլների սայթը, կայքը, եւ այստեղ կընտրենք երկրորդ գլուխը Transmission Lines, այստեղ գալիս վերցնում ենք Interactive Smith Chart մոդուլը։ Դա փաստորեն 2.6 մոդուլն է,
Եվ այստեղ մենք այս ինստրուկցիաների բաժինը փակենք եւ ստանում ենք ըստ էության Smith chart-ը, Smith-ի դիագրամը, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ ունենք գամմայի այս կարմիր վեկտորը, որը իրենից ներկայացնում է բեռի անդրադարձման գործակցի վեկտորը կոմպլեքս հարթության մեջ իր բևեռային ֆորմատով։ Եվ այստեղ այս ներքևի աջ անկյունում մենք ունենք set line, այսինքն գծի հատկություններն ենք տեղադրում, այստեղ մասնավորապես Z0-ի արժեքը, որը արդեն տեղադրված է որպես default 50 ohm, եւ set load, սա մենք կընտրենք 30 plus E70, ինչպես մենք ունեինք մեր նախորդ օրինակում, update, եւ մենք տեսնում ենք, որ անդրադարձման գործակցի վեկտորը այս կոմպլեքս հարթության մեջ ընդունում է նոր դիրք, ընդ որում նրա հարաբերական մեծությունը ZL այստեղ նշված է փոքրատառ, հավասար է 30 plus E70-ը բաժանած 50-ի, որը տալիս է 0.6 plus E1.4։ Գամմայի արժեքը իր էքսպոնենցիալ տեսքով ներկայացված է որպես մոդուլ 0.680 մոտարապես 5 եւ արգումենտը հավասար է 84 եւ մոտարապես 76 100-ական աստիճան։ Այս կանաչ կետը ZD-ի արժեքն է, որը ցույց է տալիս բեռնված գծի մուտքի դիմադրության հարաբերական մեծությունը, տվյալ դեպքում, քանի որ D-ի արժեքը հավասար է 0, ապա այս երկու մեծությունները, կարմիր եւ կանաչ կետերը համընկնում են, նույն մեծությունն է։ Այժմ փորձենք փոփոխել D-ի արժեքը, իդեպ ասեմ, որ D-ն այստեղ մեր L1-ն է, մենք նշանակել ենք L1 տառով, նրա գծի երկարությունը։ Սկսենք փոխել սկսած 0-ից եւ տեսնենք, թե ինչպես է փոխվում ZD-ն կամ մեր տերմիններով ասած ZL1-ը։ Վերևի սլայդերի օգնությամբ մենք կարող ենք այդ մեծությունը փոփոխել։ Տվյալ դեպքում շարժվում ենք ժամսլաքի ուղղությամբ եւ պիտի գանք հասնենք այս հորիզոնական գծին, որտեղ կեղծ մասը բացակայում է մուտքային դիմադրության համար, այսպես, մենք տեսնում ենք, այստեղ բերված է YD արժեքը, այսինքն YD արժեքը, որը իրենից ներկայացնում է ոչ թե մուտքի դիմադրությունը, այլ մուտքի հաղորդականությունը, դիմադրությունը մենք հետագայում հեշտությամբ կստանանք վերցնելով 1-ը բաժանած այս մեծության վրա։ Այս մեծության իրական մասը 0.187 1000-ական է, դա իրական մասն է, իսկ կեղծ մասը մոտավորապես 0 է, սա ընդունենք, որ սոֆթվերի սխալանքն է։ Այս պարագայում մենք ունենք D-ն հավասար 0.09, սկզբնական դիրքն է այս կարմիր վեկտորի, իսկ մեր իրական դիրքը L լամդա հարաբերությունը ստացվում է 0.25, դա այս հորիզոնական գծի վերջի աջ կետն է։ Եվ դժվար չէ համոզվել, որ մենք ունենք երկու լուծում, այսինքն եթե մենք շարունակենք մեծացնել գծի երկարությունը, ապա ի վերջո այս կարմիր գիծը կհատվի հորիզոնական գծի հետ սկզբնակետից դեպի ձախ, հասնում ենք կետին, որը փաստորեն երկրորդ լուծումն է, որի դեպքում մենք ունենք
YL1 կամ YD-ն ինչպես էստեղ է պատկերված, հավասար է 5.346 հարյուրյորդական, սա սրա իրական մասն է, եւ կեղծ մասը էլի մոտարապես հավասար է 0-ի։ Այս պարագայում այս կանաչ կետը համապատասխանում է կես ալիքի երկարության, այսինքն L լամդա հարաբերությունը հավասար է 0.5-ի եւ այդ ստացված մեծությունները մենք կօգտագործենք տրանսֆորմատորի սեփական բնութագրական դիմադրությունը հաշվարկելու համար։ Իսկ այժմ ունենալով այս software-ից ստացված առաջնային տվյալները, մենք կարող ենք գտնել L1 երկարության արժեքները երկու տարբեր լուծումների համար։ Մասնավորապես առաջին լուծման դեպքում, երբ խոսքը վերաբերվում է AB հատվածին, շարժումը տեղի ունենում A-ից B հատվածում, իրական L1 լամդա հարաբերությունը կարող ենք ստանալ B կետի այդ հարաբերությունից հանած A կետի հարաբերությունը եւ արդյունքում ստանում ենք 0.09։ Եվ այստեղից L1-ի բացարձակ արժեքը ստանում ենք բազմապատկելով այն ալիքի երկարությամբ, արդյունքում ստացվում է 5.2 սանտիմետր։ Ինչ վերաբերում է մյուս լուծմանը, երկրորդ լուծմանը, այսինքն երբ շարժումը տեղի է ունենում A-ից C կետ, ապա այս դեպքում իրական L1 լամդա հարաբերությունը ստացվում է 0.34 եւ L1-ի բացարձակ արժեքը կստանանք 19 մոտավորապես 62 հարյուրյորդական սանտիմետր։ Եվ հեշտ է տեսնել, որ այս երկու հեռավորությունների միջև տարբերությունը հավասար է քառորդ ալիքի երկարությանը, այսինքն 19 ու 618 հանած 5 ու 2, այն ստացվում է 14 ու 40 մոտավորապես 2, որը հավասար է ալիքի քառորդ երկարությանը։ Եվ վերջապես տրանսֆորմատորի բնութագրական դիմադրությունները ստանալու համար այս երկու լուծումների դեպքում նորից կդիմենք հղումներում բերված ստացված արդյունքներին եւ առաջին լուծումը ըստ էության, որը վերաբերում է AB պտույտին, մենք կստանանք հետեւյալ կերպ։ Ինչպես տեսնում ենք, քիչ առաջ ստացված այս RZ հարաբերական մեծությունը ստացվում է 5.346, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ DD1 BB1 հատվածի մուտքի դիմադրության արժեքը եւ դրա բացարձակ մեծությունը ստանալու համար բազմապատկում ենք Z0-ով, ստանում 267.3 օմ։ Այնուհետև տեղադրելով այդ մեծությունը 4.596-ի մեջ ստանում ենք 115.6 օմ, որը եւ հանդիսանում է տրանսֆորմատորի բնութագրական դիմադրության արժեքը առաջին լուծման դեպքում։ Երկրորդ լուծման համար մենք ունենք RZ-ը ստացել էինք 0.187, ուստի այս DD1 մուտքային դիմադրության ռեզիստիվ մեծությունը բացարձակ արժեքով ստացվում է բազմապատկելով այս RZ-ը Z0-ին եւ մենք ստանում ենք 9.35 հարյուրյորդական օմ, կրկին կիրառելով 4.596 արտահայտությունը ստանում ենք 21.6 օմ տրանսֆորմատորի բնութագրական դիմադրության համար։ Սրանով մենք ավարտում ենք մեր այս 21-րդ դասը եւ այստեղ ես կուզեի նշել, որ սկսած հաջորդ դասից ես մտադիր եմ փոխել մեր դասընթացի ձևաչափը, այսինքն միակողմ ձևաչափից անցնել երկկողմ ձևաչափի։ Սա նշանակում է, որ մենք կանցնենք այսպես կոչված հարց ու պատասխանի ձևաչափի։
Դասընթացի ընդհանուր պլանը ես ներկայացրել էի դեռ այս դասընթացի սկզբում, եւ նրա մի մասը ըստ էության արդեն ներկայացված է ձեզ ընդհուպ մինչև այսօրվա դասը։ Շարունակությունը, որը ես բաժանել եմ առանձին բաժինների կամ գլուխների, հետևյալն է, ուրեմն եւ վերված է այստեղ ձեր էկրանների վրա։ Դա էլեկտրամագնիսական ալիքների փոխանցումն է ուղղանկյուն եւ կլոր ալիքատարներում, երկրորդը ճառագայթման տեսություն եւ անտենաներ, երրորդը ռադիոհաճախականային էլեկտրամագնիսական ալիքների կամ որոնք անվանում են ռադիոալիքների ազատ տարածման տեսության հիմունքները եւ վերջապես չորրորդը ռադիոալիքների ընդունումը ռադիոկապի եւ ռադարային համակարգերում։ Բանն այն է, որ առաջի այս բաժինը, որը նվիրված է ալիքատարներին, այստեղ ըստ էության էլեկտրադինամիկական մոտեցումների տեսակետից ճիշտ կլիներ ընդգրկել նաև օպտիկական ալիքատարները, որոնք ընդունված է անվանել օպտիկական նրբաթելային գծեր։ Սակայն ընդունված պրակտիկայում օպտիկական նրբաթելերը ավելի հաճախ վերագրում են օպտոէլեկտրոնիկայի դասընթացներին եւ այդ նպատակով ես հանել եմ մեր քննարկումից։ Այս 4 խոշորացված բաժինները դուք կարող եք գտնել ավելի հանգամանորեն բացատրված Word ֆորմատով կազմած մի փաստաթղթում, որը բերված է ձեր էկրանների ներքևի մասում, այսինքն այս տեսահոլովակի հղումների բաժնում։ Բոլոր ձեր հարցերի, ցանկությունների եւ նախասիրությունների պատասխանները դուք կարող եք ինձ ուղղել իմ էլեկտրոնային հասցեով, որը բերված է ձեր էկրանների ներքևի մասում այստեղ։ Ես կաշխատեմ պատասխանել հնարավորին չափ մանրակրկիտ, պահպանելով այն մատուցման ձևը, որը մինչ այժմ օգտագործել եմ։ Հույսով եմ, որ իմ պատասխանները կլինեն լիարժեք եւ հանգամանալից եւ մեր այս աշխատանքի ձևաչափը կարող է բերել ավելի լավ արդյունքների եւ օգտակար լինել իմ YouTube-յան ալիքի բաժանորդների եւ հյուրերի համար։ Ես կոչ կանեի, որ այս ձևաչափին միանան ոչ միայն համալսարանական ուսանողները, համալսարանի դասախոսական կազմը, մասնավոր ընկերությունների պրոֆեսիոնալները, որոնք զբաղվում են ռադիոկապի եւ ռադարային համակարգերի հարցերի մշակումով, այլ նաեւ այստեղ կարող են ընդգրկված լինել ավագ դպրոցների ֆիզիկայի դասատուները, որոնք զբաղված են ֆիզիկայի հարցերի խորացման ուսուցմամբ։ Իսկ այժմ ինձ մնում է իմ երախտագիտությունը հայտնել իմ YouTube-յան ալիքի բոլոր բաժանորդներին եւ հյուրերին ուշադրության համար եւ հույս ունենալ, որ այս նոր ձևաչափը ավելի էֆեկտիվ կլինի մեր հետագա էլեկտրադինամիկայի խնդիրների եւ հարցերի ընկալման համար։ Ցանկանում եմ բոլորիդ հաջողություններ ձեր ուսման մեջ, ձեր աշխատանքային գործունեության մեջ եւ ձեր անձնական կյանքում։ Լավագույն մաղթանքներս բոլորիդ։